Ոչ բարդ է, ոչ էլ անիրագործելի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի հայտարարության, հայտարարել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը։ Այխան Հաջիզադեն արձագանքելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի հայտարարությանը պնդել էր, թե բարդ ու անիրագործելի առաջարկներ է անում Հայաստանը։ Դրամաբանորեն համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի եւ ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջարկվող գործընթացը ոչ բարդ է, ոչ էլ անիրագործելի։ Armenpress-ի հետ զրույցում Անի Բադալյանը հայտնել է, որ Ադրբեջանը հիմքեր չունի հայտարարելու, թե հայկական կողմը խախտում է հրադադարը սահմանին։ Ադրբեջանը որևէ փաստական ապացույց չի ներկայացրել Հայաստանին, որը իրադրությունն էսկալացնելու խնդիր ու նպատակ չունի։ Հայաստանի Հանրապետության բանակը կառավարությանը ենթակամարմին է եւ գործում է հենց այս դրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միակ պատճառը, որի համար Հայաստանը կարող էր ռազմական գործողություններ սկսել մեր երկրի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն է, բայց դրա համար էլ Հայաստանը չի պատրաստվում պատերազմել։ Այս մասին հիշեցրել է Անի Բադալյանը, այդպես հերքելով նաև Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանը զինվում է Ադրբեջանի դեմ ուժային սցենար ունենալով։ Ուժային սցենարի որ հարցի լուծման, Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ, հայտարարել է մեր արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։ Բադալյանը հերքել է Ադրբեջանի բոլոր պնդումներն այն մասին, թե Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, օրինակ չի բացում Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը իրար կապող ճանապարհը։ Բադալյանը ընդգծում է, որ Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջան-Նախիջևան կապը տարածաշրջանային, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի մի մասն է։ Երկրորդը Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան, Մեղրի, Օրդուբադ, Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի եւ Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք, եւ այն ռելիեֆը, որն ունենք, եւ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ առնվազն լուրջ չէ։ Բադալյանը հիշեցրել է հայկական առաջարկները սահմանից զորքերի հայելային հետքաշման ու սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին, որոնց Բաքուն դրական պատասխան չի տվել։ Այդպես կարող էին փարատվել նաև Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի սպառազինվելու հետ կապված։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչը Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Խաղաղության պայմանագրի 100% համաձայնեցված լինելու մասին հայտարարություններից հետո Բաքուն ավելի համառորեն է պահանջում Հայաստանից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել ու փոխել սահմանադրությունը։ Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մայր օրենքի փոփոխությանը, Բադալյանը կարծում է խաղաղության պայմանագիրը լուծում է նաև այս խնդիրը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը այդպես ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագրիչ ստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Լիլիթ Սարգսյան, Հայլուր։